Impeachment-ի թեման այժմ քննարկելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյանի հետ։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցը, որ շատերն այս օրերին ձեզ ուղղում են, ինչու եք մտել մի գործընթացի մեջ, որն ի սկզբանե անպտուղ է։ Նա պետք է ասեմ, որ սա կարևորագույն գործընթաց է եւ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի կիրառվել, եւ եթե խորհրդարանական ընդդիմությունը ունի մի լծակ իր գործունեությունը իրականացնելու համար, ապա անտրամաբանական է այն չկիրառելը եւ թե պատիվ ունեմի կողմից, թե Հայաստան դաշինքի կողմից կարող ենք բազմաթիվ նախագծերի օրինակներ բերել, որոնք իրենք ներկայացրել են շատ լավ հասկանալով, որ իշխանությունը կարող է մերժել, բայց impeachment-ի պարագայում ես կարծում եմ, որ այն կարող է նաև լայն համաժողովրդական շարժում հարուցել, ճիշտ այնպես, ինչպես եղավ 2018 թվականին, այնպես որ մենք տրամադրված չենք ի սկզբանե շարժման կամ այս process-ի ձախողված լինելու իմաստով։ Մենք տրամադրված ենք քայլ առ քայլ իրականացնելու process-ը, ինչը նշանակում է ընդդիմադիրների կողմից ստորագրահավաք եւ հնարավորություն 36 մանդատի դեպքում նախաձեռնությունը ազգային ժողովում քննարկելի դարձնելու համար։ Դե եթե այդ մեծ շարժման հնարավորությունը լիներ, առանց impeachment-ի էլ կարելի էր պարտադրել հրաժարական, այս անցած տարիներին դրա փորձեր եղել են եւ բոլորը ձախողվել են։ Իրականում մշտապես դա եղել է կարևորագույն գործոն եւ եթե վերհիշենք նախորդ տարի սրբազան շարժումը մայիսի 9 եւ impeachment-ի վերաբերյալ հայտարարությունը, մենք հիշում ենք, որ միայն շաբաթներ անց խորհրդարան բերվեց նախագիծ, որը impeachment-ը չէր, անհետևանք մի հայտարարություն էր եւ լրջագույն խնդիր կար վարչապետի թեկնածուի առաջադրման։ Եվ եթե այդ խնդիրը չլիներ կամ լիներ եւ լուծվեր, ապա հնարավոր է իրադարձությունները բոլորովին այլ կերպ զարգանային։ Եվ նույնը 2018 թվականին տեղի ունեցավ, քանի դեռ Սերժ Սարգսյանը պաշտոնապես չէր որոշել առաջադրվել վարչապետի պաշտոնում, կարծես փողոցը հանդարտ էր քիչ թե շատ եւ փողոցային process-ները ավելի բուռն դարձան այն ժամանակահատվածում, երբ օրակարգը մտավ քաղաքական հում, բայց եկեք սա էլ մի կողմ դնենք, ընդունենք, թե քաղաքացիական պայմանագիրը չի քննարկելու սա, այսինքն մենք ունենալու ենք մի խորհրդարան, որի ընդդիմությունը 21 թվականից ընտրվել է իշխանափոխության խոստումով եւ անգամ impeachment-ի նախագիծ պատրաստ չէ բերել խորհրդարան եւ եւս մեկ անգամ այդ հնարավորությունը օգտագործելու եւ անվստահություն հայտնելու վարչապետին, սա էլ է անտրամաբանական։ Հիմա այդ ընդդիմության մասին դուք ինչ գործ ունեք նրանց հետ։ Ի վերջո պատիվ ունեմ Հայաստան խմբակցությունը նախաձեռնել են տարբեր փուլերում փողոցային շարժումներ, որոնց դուք կամ չեք միացել, կամ այդ շրջանում Մարուքյանը Փաշինյանի կաբինետի անդամ է եղել։ Իրադրությունը բոլորովին այլ է այս պայմաններում եւ այստեղ միանալու, համագործակցելու խնդիր չկա, առավել եւս, որ այդ ուժերը չէ, որ Էդմոն Մարուքյանին առաջադրում են վարչապետի թեկնածուի կարգավիճակում, իրենց քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվել է սկսել impeachment-ի գործընթաց եւ պատիվ ունեմին եւ Հայաստան դաշինքին։ Երկու ընդդիմադիր ուժերը, որոնք բաղկացած են մի քանի կուսակցություններից, անգամ մեկը չէ, յուրաքանչյուրի պարագայում հայտարարել են, որ չունեն վարչապետի թեկնածու, բայց միևնույն ժամանակ առանց որևէ վերապահման պատրաստ են իրենց ստորագրությունները տրամադրելու։ Եվ այս պայմաններում, երբ երկու խոշոր ընդդիմադիր ուժեր դա չեն մեկնարկում, եւ այդ քաղաքացիական նախաձեռնության կոչին արձագանքում են երկու падգամավորներ, քաղաքացիական պայմանագիրը լքած, բայց ընդդիմադիր կարգավիճակով հանդես եկող падգամավորներ։ Ինչու՞մն է խնդիրը, որ այս երկու ուժերը այդպես էլ չեն միանում։ Եվ իրենց միանալը չի նշանակում իրենց հետ համագործակցություն։ Ճիշտ այնպես, ինչպես 2018 թվականին Բարգավաճ Հայաստանը, Հայ-հեղափոխական դաշնակցությունը, հանրապետականները քվեարկեցին Փաշինյանի օգտին։ Դա ինչ, հանրապետականի ու Փաշինյանի համագործակցությունն էր, ոչ, քաղաքական process-ը բոլորովին այլ տրամաբանություն։ Բացատրում են այն ժամանակ հրապարակը լիքներ, հիմա չկան այն ազդակները, որ քաղաքացիական պայմանագրի падգամավորները քվեարկելու են որևէ թեկնածուի, այս դեպքում հիմա հատկապես Մարուքյանի համար։ Այո, եւ մենք ասում ենք,
եկեք ջանք չխնայենք այդ հրապարակները լցնելու քաղաքական գործընթացների միջոցով եւ չասենք, որ գիտեք դա չի ստացվի, դրա համար մենք եկեք ոչինչ չանենք։ 4 տարի շարունակ ընդդիմադիրներին ասվում էր կամ մանդատները վայր դրեք, կամ սկսեք իմպիչմենտի գործընթաց։ Ասում էին մեզ վճռական պահի պետք են գալու մեր մանդատները։ Սա բոլորը հիշում են։ Եվ իմպիչմենտի ժամանակ էլ չէին բերում իմպիչմենտ, ասում էին, եթե հիմա բերենք նախագիծը, ապա 6 ամիս շարունակ չենք կարողանալու բերել։ Հիմա այս խորհրդարանին այլևս ժամկետ չի մնացել, կորցնելու ոչինչ չկա, իրենք էլ ասում են չունենք տեխնացու, չունենք, ինչքան մարդ ուզում էինք նա առաջադրվի, խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ասում են մենք որևէ մեկին չենք առաջադրելու իմպիչմենտի կարգավիճակը։ Այնքան էլ այդպես չէ, Քոչարյանն այսօր ասում էր, որ առնվազն 8 տեխնացու իրենց խմբակցությունում կա, բայց ըստ ամենայնի Մարուքյանին ակնարկելով ասում էր, որ կան մարդիկ, որոնք երազում են 48 ժամ վարչապետի տեխնացու լինել, իրենք դրա ֆոնը չեն ապահովելու։ Որևէ նշանակություն դա չունի, քանի ժամ կտևի։ Եվ եթե իրենք ասում, ես էլի խնդիր չեմ տեսնում, որ իրանք ունեն վարչապետի տեխնացու։ Մարդիկ հայտարարություն են տարածում Հայաստան դաշինքը եւ ասում են, եթե մեզ բերվի 8 ստորագրություն, մենք պատրաստ ենք միանալու այդ նախաձեռնությանը։ Դա իրենց հայտարարությունն է, իմ հայտարարությունը չի։ Պատիվ ունեմն էլ ասում է, մենք պատրաստ ենք մեր 6 մանդատը առանց որևէ նախապայմանի տալու։ Հիմա ես չգիտեմ ինչու են իրենք կամ իրենց մերձ շրջանակները հնչեցնում հայտարարություններ, որոնք ուղիղ հակասում են 2 շաբաթ առաջ իրենց պաշտոնական հայտարարություններին, ֆրակցիաների կողմից արված հայտարարություններին։ Ասել եք, եթե 8 մանդատ լինի, մենք կտրամադրենք։ Ուրեմն ես ավելորդ եմ համարում են խոսակցությունները ունեն իրենք վարչապետի տեխնացու թե չունեն։ Փաստը նա է, որ առ այս պահը միայն 2 падգամավոր է, որ ներկայացրել է իմպիչմենտի նախագիծ։ Հիմա իրենք ինչ ուզում են ասեն, ոչ ստորագրություն կտանք, ոչ իմպիչմենտ կանենք, ոչ էլ ուզում ենք Փաշինյանը հեռանա, սա է ստացվում։ Հա, իմիջիայլոց, եթե հատկապես Մարուքյանի տեխնացությանը դեմ լինեն, այն իմաստով, որ արդյոք ձեզ համար նոր առաջացավ իմպիչմենտի հիմքը։ Ի վերջո Փաշինյանը 7 տարի է իշխանության է եւ ընդամենը 1 տարի առաջ դեռ Էդմոն Մարուքյանը նրա թիմակիցն էր կառավարությունում։ Եկեք չմոռանանք ինչպես այս իրադրությունը դասավորվել։ Պատիվ ունեմ խմբակցությունը բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից մեկը Իշխան Զաքարյանը ընտրություններից քիչ անց լքել է խմբակցությունը։ Այդ պահից սկսած ընդդիմությունը 36 մանդատը, որը անհրաժեշտ է իմպիչմենտի համար, արդեն կորցրել էր, մեկով պակաս էր, որը նախորդ տարում եւս մեկով ավելացավ եւ Գեգամ Նազարյանը գումարվեց այս ցանկին։ Երկու ընդդիմադիր ուժեր մեկական մանդատ կորցրեցին եւ դե յուրե անգամ հնարավորություն չունեին նախաձեռնելու քանակը չէր բավարարում իմպիչմենտի համար։ Երկու падգամավորներ, ովքեր քաղաքացիական պայմանագրից դուրս եկան եւ իրենց անհամաձայնությունը հայտնեցին իշխանության վարվող քաղաքականությանը, լրացնում համալրում են այն կորուստը, որը տվել էր ընդդիմությունը խորհրդարան մտնելով։ Հիմա որ մեկս ենք մեղավոր, որ խորհրդարանական ընդդիմության երկու ներկայացուցիչներ զրկել են իրենց կարևորագույն սահմանադրական լիազորությունը իրականացնելուց։ Եվ միայն Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի այդ հայտարարությամբ է հնարավոր դարձել իմպիչմենտի նախագիծ անելը։ Այնպես որ մեզ թող որևէ մեկը չհարցնի, բայց ինչու ենք մենք հիմա դրա մասին խոսում։ Բայց դա լեգիտիմ հարց չէ, որ նոր է իմանում Մարուքյանը, որ Փաշինյանին պետք է իմպիչմենտի ենթարկել, պատերազմ, Արցախի կորուստ եւ նա մնացել է պաշտոնին։ Հա, դուք ասում եք հիմա հնարավոր է այդ նախաձեռնության համար բավարար ձայներ հավաքել, բայց շարունակությունը արդյոք հնարավոր է նաեւ քվեարկություն ապահովել։ Չէ, քվեարկություն հնարավոր է ապահովել թե չէ, դա հաջորդ հարցն է, հաջորդ փուլն է, որը կարևորագույն հարց է եւ ես ամբողջությամբ կիսում եմ այն տեսակետը, որ պետք է հասարակական լայն ճնշում լինի դրա համար, բայց կներեք, հասարակական լայն ճնշում պետք է լինի նաեւ նրա համար, որ ընդդիմադիրներին ստիպենք, որ իրենք իրենց հայտարարած տեքստին հետևողական լինեն, դրա համար էլ է պետք է հանրային ճնշում։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել եւ այո, եթե ուզում եք իմանալ 23 թվականին Արցախի հայաթափումը եւ դրանից հետո իշխանության շարունակական ձախողումները կարևորագույն գործոն էին այս հարցում եւ կներեք նաեւ
պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը լքել են խմբակցությունը, այս տարաձայնություններից ելնելով, թե չկմնային կշարունակեին պաշտոն հավարել այդ կարգավիճակում իշխող խմբակցության, հետո էլ նույն ուժի միջոցով նորից կանցնեին խորհրդարան։ Չեն արել, Նրանք կարծես միանգամայն այլ պատճառով են լքել խմբակցությունը, բայց դա արդեն այլ թեմա է։ Շնորհակալություն մեկնաբանության համար, պարոն Խաչատյան։